Փետրվարի 12-ին Արագածոտնի թեմի հոգևոր դասը Ղազարավանի Մենաստանի միանձնուհիներն ու հավատացյալները մեկտեղվել էին միասնական աղոթքի Արուջի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի տնային կալանքում գտնվող առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների, գերության մեջ գտնվողների համար։ Ժամերգության ընթացքում Արուջի հովվության հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսեց աղոթքի զորության մասին։ Տեր հայրը հորդորեց ներկաներին համբերատար ու անդադար աղոթել, վստահեցնելով, որ Աստծուն ուղղված անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում։ Աստվածաշունչն է մեզ բոլորիս սովորեցնում, որ համբերությամբ պիտի շարունակենք աղոթել։ Եվ մենք հոգևոր դասս իրապես համբերությամբ շարունակեցինք աղոթել, տոկուն մնալով ամենայն հանձնառությամբ եւ նախանձախնդրությամբ եւ Աստծուն փառք Տերը մեր բոլորի աղոթքները լսում է։ Ճիշտ է, գալիս է մի պահ, երբ որ մարդկանց մոտ սարսափելի հուսահատություն է առաջանում, բայց ես բոլորին կոչ եմ անում, որ շարունակեն մշտապես աղոթել, որովհետև մեր կյանքի անբաժան մասն է աղոթքը։ Մենք ինչ ենք անում, օրվա ընթացքում սնվում ենք, որպեսզի չտկարանանք եւ չթուլանանք։ Որքան տկարանում եւ թուլանում է մարդու հոգին, երբ որ հոգեվոր սնունդ չկա։ Տեր Մանուկը Արուջ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պարբերաբար պատարագ է մատուցում, նրա հովվության ներքո նաև այլ համայնքներ կան։ Սրբազան արարողություններից բացի համայնքի անդամները մեկտեղվում են հոգևոր զրույցների շուրջ։ Մենք այստեղ լույս մանկանց ծրագրի շրջանակներում երիտասարդական միություն ենք ստեղծել։ Շուրջ 100 երիտասարդներ, պատանիներ, մանուկներ հոգևոր կրթություն եւ դասյարակություն են ստացել։ Եվ գրեթե անպակաս են այս եկեղեցու մեջ ամեն Աստծո օր, որովհետեւ սա իրենց տունն է։ Եվ ես էլ իբրև հոգևոր հայրը, հոգևորականը, սպասավորը այս համայնքի շաբաթվա մեջ 3-4 անգամ այդպես իրենց հետ մշտական հանդիպումների մեջ եմ։ Ճանաչում եմ գրեթե բոլորին։ Ընկած աղաչանս մեր եկեցոս մեզ։ Տեր Շնորհ Աբեղա Պալոյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությունն ու երախտագիտությունը, նշելով, որ Սրբազան հայրն իր շնորհակալությունն է հայտնել Պողոս առաքյալի խոսքերով. «Ես բանտում էի եւ դուք աղոթում էիք ինձ համար»։ Ժամերգությունից հետո եկեղեցու բակում համերգ ու մոմավառություն տեղի ունեցավ։ Եկող շաբաթվանից մեծ պահքի ընթացքում Արագածոտնի թեմում միասնական ժամերգություններ տեղի կունենան ուրբաթ օրերին։ Փետրվարի 20-ին ժամը 19-ին միասնական ժամերգություն կկայանա Թալինի տարածաշրջանի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում։